Բարև ձեզ։ Երբ մենք ասում ենք կոտորակներ կամ ռացիոնալ թվեր, մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես կարելի է կոտորակը կրճատել եւ այն ներկայացնել ավելի պարզեցված տեսքով։ Բերեմ օրինակ. դիցուկ ունենք 3/6 կոտորակը։ Ինչպես կրճատենք այս կոտորակը։ Համարիչը թողնենք նույնությամբ, իսկ հայտարարի 6-ը ներկայացնենք որպես 2 անգամ 3-ի արտադրյալ։ Հիմա տեսեք, համարիչը եւ հայտարարը ունեն միևնույն արտադրիչը, դա 3-ն է։ Հետևաբար համարիչը եւ հայտարարը կարող ենք բաժանել 3-ի, կամ որ նույնը 3-ով կրճատենք, արդյունքում կունենանք համարիչում 1, հայտարարում 2։ 3/6 կոտորակը ներկայացրեցինք 1/2 պարզ կոտորակի տեսքով։ Բերենք մեկ այլ օրինակ։ Դիցուկ ունենք 8/24 կոտորակը։ Սա նույնպես գրենք, համարիչի 8-ը թողնենք նույնությամբ, հայտարարի 24-ը ներկայացնենք արտադրիչների արտադրյալի տեսքով, 3 անգամ 8։ Այստեղ նույնպես համարիչը եւ հայտարարը ունեցան միևնույն արտադրիչը։ Այս կոտորակը կարող ենք ներկայացնել նաեւ հետեւյալ տեսքով, 1/3 անգամ 8/8։ Ճիշտ է։ 8-երը կրճատում ենք, արդյունքում մնում է 1/3 պարզ կոտորակը։ Այսպիսով 8/24 կոտորակը կրճատելուց հետո ստացանք 1/3 պարզ այլևս չկրճատվող կոտորակ։ Նույն մեթոդը գործում է նաև ռացիոնալ արտահայտությունների դեպքում։ Միայն թե ռացիոնալ արտահայտությունների դեպքում կոտորակի համարիչը եւ հայտարարը ոչ թե թվեր են, այլ փոփոխական պարունակող արտահայտություններ։ Եկեք ես բերեմ մի քանի օրինակ, բացատրեմ եւ ցույց տամ ինչպես կարելի է կրճատել եւ պարզեցնել ռացիոնալ արտահայտությունները։ Դիցուկ նվերից տրված է հետեւյալ արտահայտությունը. 9x + 3-ը բաժանած 12x + 4։ Հիմա պետք է համարիչը եւ հայտարարը վերլուծենք արտադրիչների, որպեսզի կարողանանք գտնել ընդհանուր արտադրիչ եւ կրճատենք։ Եկեք սկսենք։ Հավասար է։ Հիմա եկեք համարիչից հանենք ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս։ Որը հանենք, 3-ը հանենք։ Ընդհանուր արտադրիչը դա այն արտադրիչն է, որ երկու գումարելիներ բաժանվում են դրա վրա։ Հիմա 3-ը, որ ընդհանուր հանենք փակագծերից, կունենանք 9x բաժանած 3-ի հավասար է 3x։ 3-ը բաժանած 3-ի հավասար է 1։ 3x + 1 մնաց փակագծերի մեջ։ Հիմա հայտարարը։ Հայտարարում հանենք որպես ընդհանուր արտադրիչ երկու գումարելիներից հանենք 4-ը։ 4-ը հանելուց կստանանք 12x-ը բաժանած 4-ի կունենանք 3x։ 4-ը բաժանած 4-ի 1։ 3x + 1 ստացանք փակագծերի մեջ։ Հիմա եկեք տեսնենք։ Համարիչում եւ հայտարարում ունեցանք միևնույն արտադրիչը։ Այսինքն կարող ենք կրճատել 3x + 1-ը։ Արդյունքում կունենանք հավասար է 3/4։ Բերեմ մեկ օրինակ եւս։ Դիցուկ ունենք x² + 9 բաժանած 5x + 15 արտահայտությունը։ Պետք է պարզեցնենք, կրճատենք։ Եկեք հայտարարը ներկայացնենք արտադրիչների արտադրյալի տեսքով։ Ինչպես տեսնում եք, այստեղ քառակուսիների տարբերություն է, որը բանաձև է։ Հետևյալ բանաձևն է x + 3 անգամ x - 3, ճիշտ է։ Իսկ հայտարարից եկեք ընդհանուր հանենք 5-ը։ 5-ը փակագծերից դուրս հանենք, փակագծերում կմնա x + 3, քանի որ 5 անգամ x 5x, 5 անգամ 3 15։ Այստեղ նույնպես ունենք ընդհանուր արտադրիչ եւ համարիչում եւ հայտարարում։ Դա x + 3-ն է, ճիշտ է։ Եկեք կրճատենք այն։ Կրճատելուց կստանանք համարիչում x - 3, հայտարարում 5։ Բայց մենք պետք է այստեղ անպայման ավելացնենք մեկ պայման։ Ինչ պայման։ Դա այն պայմանն է, որ x + 3-ը չպետք է հավասար լինի 0-ի։ Այսինքն x-ը պետք է հավասար չլինի -3-ի։ Ինչու՞։ Քանի որ եթե x-ը հավասար եղավ -3-ի, կունենանք այստեղ հայտարարում 0։ Հայտարարում 0 կունենանք եւ հետեւաբար կոտորակ իմաստ չի ունենա։ Ինչպես նաեւ այս հայտարարը կլինի 0, 5x + 15-ը հավասար կլինի 0։ Այսինքն կոտորակները իմաստ չեն ունենա։ Հետեւաբար այս պայմանը պարտադիր է ավելացնել, քանի որ ուրեմն առաջին արտահայտությունը x-ը հավասար է -3 կետում գոյություն չունի, իսկ որպեսզի այս արտահայտությունը համարժեք լինի մեր վերջնական արտահայտությանը x - 3-ը բաժանած 5-ին, պետք է անպայման նշել այս պայմանը, որ x-ը հավասար չէ -3-ի։ Վերջնական ստացված մեր արտահայտությունը x - 3-ը բաժանած 5-ի իրականում x-ը հավասար է -3 կետում գոյություն ունի, բայց այլ սկզբնական արտահայտությունը գոյություն չունի։ Հետևաբար, որպեսզի այս արտահայտությունը համարժեք լինի սկզբնականին, պետք է անպայման ֆիքսել, նշել այն պայմանը, որ x-ը հավասար չպետք է լինի -3-ի։
Վերևի օրինակում մենք պետք է նույնպես ավելացնենք պայման, որը չավելացրեցինք։ Հիմա եկեք կտեսնենք, եթե այստեղ մենք ունենանք ֆունկցիա, գրենք y-ը հավասար է այս արտահայտությանը, մենք արդյունքում կստանանք այն, որ y-ը կրճատումից կստանանք այն, որ y-ը հավասար է 3/4։ Իսկ մենք գիտենք, որ 3/4-ը հաստատուն է, որ ֆունկցիան հորիզոնական ուղիղ գիծ է։ Այսինքն մենք այստեղ անպայման պետք է ավելացնենք այն պայմանը, որ հայտարարը 0 չի կարող լինել, այսինքն 12x + 3-ը չի կարող հավասար լինել 0-ի, այսինքն x-ը պետք է հավասար չլինի -1/3-ի, հակառակ դեպքում մենք հայտարարները կունենանք 0, այսինքն կոտորակը իմաստ չի ունենա։ Որպեսզի այս սկզբնական արտահայտությունը համարժեք լինի վերջնական ստացած այս արտահայտությանը, պետք է անպայման հետը նշել այս պայմանը։ Հասնենք հաջորդ օրինակներին։ Դիցուք մեզ տրված է պարզեցնել հետևյալ արտահայտությունը. x քառակուսի + 6x + 5-ը բաժանած x քառակուսի -x - 2։ Հիմա եկեք համարիչի եւ հայտարարի բազմանդամները ներկայացնենք արտադրիչների արտադրյալի տեսքով, որպեսզի կարողանանք կրճատում կատարել եւ կոտորակը ներկայացնել պարզեցված տեսքով։ Հավասար է։ Համարիչի բազմանդամը արտադրիչների վերլուծելու համար նախ պետք է գտնենք բազմանդամի արմատները։ Եկեք մտածենք, այն որ երկու թվեր են, որոնց գումարը հավասար է 6, իսկ արտադրյալը 5։ Դա 1-ը եւ 5-ն է, ճիշտ է։ Հետևաբար կարող ենք գրել x + 5 անգամ x + 1։ Նույն բանը կատարենք նաև հայտարարի բազմանդամի համար։ Այն որ երկու թվեր են, որոնց գումարը հավասար է -1, իսկ արտադրյալը -2։ Դա ուրեմն -2 եւ 1 թվերն են, ճիշտ է։ Եկեք դա էլ գրենք x - 2 անգամ x + 1։ Տեսեք, արդեն համարիչում եւ հայտարարում ունեցանք միևնույն արտադրիչը, հետեւաբար այն կարող ենք կրճատել։ Կրճատելով կունենանք, վերևում կմնա x + 5, իսկ հայտարարում կմնա x - 2 պարզեցված կոտորակը։ Բայց եկեք չմոռանանք, որ սա այն պայմանով, երբ x-ը հավասար չէ -1-ի, քանի որ եթե x-ը հավասար լինի -1-ի, այստեղ հայտարարում կունենանք 0, կոտորակի հայտարարում կունենանք 0, կոտորակը որոշված չի լինի։ Այսինքն մեր սկզբնական արտահայտությունը եւ վերջնական արտահայտությունը համարժեք կլինեն այն դեպքում միայն, երբ x-ը հավասար չի -1-ի։ Այս արտահայտությունները արդեն կլինեն համարժեք, քանի որ մենք ավելացրել ենք x-ը հավասար չէ -1 պայմանը։ Եկեք անցնենք հետևյալ օրինակին։ Դիցուք մեզ տրված են հետևյալ արտահայտությունը։ Փորձենք պարզեցնել 3x քառակուսի + 3x - 18-ը բաժանած 2x քառակուսի + 5x - 3։ Այստեղ ինչպես տեսնում եք, արդեն x քառակուսու գործակիցը 1-ից տարբեր թվեր են եւ համարիչում եւ հայտարարում։ Հետեւաբար արտադրիչների վերլուծելը փոքր-ինչ արդեն կդժվարանա։ Այսինքն մենք կարող ենք վերլուծել արտադրիչների արդեն օգտագործելով խմբավորման եղանակը։ Դիտարկենք հաջորդ օրինակը։ Դիցուք մեզ տրված է պարզեցնել հետևյալ արտահայտությունը. 3x քառակուսի + 3x - 18-ը բաժանած 2x քառակուսի + 5x - 3։ Ինչպես տեսնում եք, արդեն մեր համարիչի եւ հայտարարի բազմանդամները x քառակուսու դիմաց ոչ թե 1 է, այլ 1-ից տարբեր թիվ։ Համարիչում 3 է, հայտարարում 2։ Այսինքն մենք որպեսզի վերլուծենք արտադրիչների, պետք է կիրառենք այլ մեթոդ։ Մենք կիրառենք խմբավորման մեթոդը։ Եկեք սկսենք խմբավորել։ Դրա համար համարիչի բազմանդամը եկեք նորից արտագրենք 3x քառակուսի + 3x - 18։ Հիմա եկեք գտնենք այնպիսի a եւ b թվեր, որոնց արտադրյալը հավասար լինի -54, դա -18 անգամ 3-ն է, եւ որոնց գումարը a + b-ն հավասար լինի 3-ի։ Եկեք մտածենք։ Ուրեմն, եթե արտադրյալը բացական է, ուրեմն այդ թվերը տարբեր նշանների են, ճիշտ է։ Եթե a-ի փոխարեն վերցնենք 9, իսկ b-ի փոխարեն վերցնենք -6 թվերը, 9 անգամ -6 հավասար է -54, 9-ին գումարած -6 հավասար է 3։
Հետևաբար ճիշտ ենք վերցրել։ Ուրեմն սկսենք խմբավորել։ Գրենք փակագծերում 3x քառակուսի պլյուս 9x փակագիծը փակ մինուս 6x մինուս 18։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Այստեղ մենք ընդամենը 3x-ը ներկայացրեցինք որպես 9x մինուս 6 տարբերության տեսքով։ Ուրիշ ոչինչ չենք արել։ Սա անում ենք նրա համար, որպեսզի կարողանանք խմբավորել եւ հանել ընդհանուր արտադրիչ։ 3x-ը գրել ենք որպես 9x մինուս 6x։ Այստեղ արդեն առաջին փակագծում մենք կարող ենք ընդհանուր հանել 3x-ը, ճիշտ է։ 3x-ը եկեք ընդհանուր հանենք։ Փակագծերի ներսում կմնա x գումարած 3, քանի որ 3x անգամ x հավասար է 3x քառակուսի, 3x անգամ 3 հավասար է 9x։ Իսկ այս երկրորդ գումարելիից մենք կարող ենք ընդհանուր հանել մինուս 6-ը, ճիշտ է։ Մինուս 6-ը եթե հանենք ընդհանուր, փակագծերում կունենանք x պլյուս 3։ Տեսեք, այս երկու գումարելիների մենք արդեն ունեցանք ընդհանուր արտադրյալ։ Դա արդեն x պլյուս 3-ն է։ Հիմա այստեղից էլ կհանենք որպես ընդհանուր արտադրիչ x պլյուս 3-ը։ Եվ փակագծերում կունենանք արդեն 3x մինուս 6։ Եկեք գրենք 3x մինուս 6 անգամ x պլյուս 3։ x պլյուս 3։ Այսպիսով մենք համարիչի բազմանդամը ներկայացրեցինք արտադրիչների արտադրյալի տեսքով։ Եկեք դա գրենք արդեն։ 3x ներեցեք փոխենք գույնը, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Համարիչի բազմանդամը փաստորեն ներկայացրեցինք որպես 3x մինուս 6 անգամ x պլյուս 3։ Հիմա եկեք վերլուծենք արտադրիչների հայտարարի բազմանդամը։ Արտագրենք հայտարարի բազմանդամը այս կողմում 2x քառակուսի պլյուս 5x մինուս 3։ Ահա։ Հիմա պետք է նորից գտնենք այնպիսի երկու a եւ b թվեր, որոնց արտադրյալը հավասար լինի մինուս 6-ի, դա մինուս 3 անգամ 2-ն է, եւ գումարը այդ թվերի a պլյուս b-ն հավասար լինի 5-ի։ Եկեք մտածենք։ Նորից պետք է լինեն դրանք տարբեր նշանի թվեր, ճիշտ է։ Եթե որպես a վերցնենք 6-ը, իսկ որպես b վերցնենք մինուս 1-ը, 6 անգամ մինուս 1 հավասար է մինուս 6, 6 գումարած մինուս 1 հավասար է 5, ուրեմն ճիշտ ենք վերցրել։ Հիմա եկեք խմբավորենք բազմանդամը, գրենք փակագծերի մեջ կունենանք 2x քառակուսի պլյուս 6x մինուս x մինուս 3։ Նորից այստեղ ուշադրություն դարձրեք, մենք 5x-ը ներկայացրեցինք որպես 6x մինուս x։ Ահա, 6x մինուս x հավասար է 5x։ Հիմա այստեղ արդեն առաջին փակագծից կարող ենք ընդհանուր հանել 2x-ը։ 2x-ը հանենք ընդհանուր, փակագծերում կունենանք x պլյուս 3, քանի որ 2x անգամ x 2x քառակուսի, 2x անգամ 3 6x։ Իսկ հաջորդ գումարելիից մենք կարող ենք ընդհանուր հանել մինուս 1-ը, ճիշտ է։ Մինուս 1-ը հանենք ընդհանուր, փակագծում կունենանք x պլյուս 3։ Ահա, հիմա մենք տեսանք արդեն, այստեղ ունեցանք ընդհանուր արտադրիչ, որը x պլյուս 3-ն է։ Եթե x պլյուս 3-ը հանենք ընդհանուր, կունենանք այստեղ 2x մինուս 1, ճիշտ է։ Այստեղից կմնա 2x, այստեղից մինուս 1։ Ունենանք 2x մինուս 1։ Փաստորեն հայտարարի բազմանդամը ևս ներկայացրեցինք արտադրիչների արտադրյալի տեսքով։ Եկեք դա գրենք այստեղ։ Ներեցեք։ Գրենք մանուշակագույնով, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Հայտարարի բազմանդամը կներկայացնենք որպես 2x մինուս 1 անգամ x պլյուս 3։ Ինչ ստացանք այստեղ։ Ունեցանք, որ եւ համարիչ եւ հայտարարը ունեն միևնույն արտադրիչ, հետեւաբար այն կարող են կրճատել, բայց այստեղ պետք է չմոռանանք ավելացնել այն պայմանը, որ x-ը հավասար չի կարող լինել մինուս 3-ի։ Քանի որ այս դեպքում հայտարարը կունենանք x պլյուս 3-ը հավասար կլինի 0-ի, այսինքն մենք բաժանում ենք 0-ի վրա, որը չի թույլատրվում։ Այսպիսով մեր սկզբնական արտահայտությունը կրճատումից հետո հավասար կլինի 3x մինուս 6 բաժանած 2x մինուս 1-ին, միայն այն պայմանով, որ x-ը հավասար չէ մինուս 1։ Ահա միայն այս պայմանի դեպքում նոր տեղի կունենա այս հավասարությունը։ Այսինքն մեր սկզբնական հավասարումը հավասար կլինի վերջնական կրճատված տեսքի բերած հավասարությանը։ Կարծում եմ ամեն ինչ հասկանալի եղավ ձեզ, շնորհակալ եմ ուշադրության համար, հաջողություն։